եկեք միասին փորձենք ուսումնասիրենք Python-ում ճյուղավորման օպերատորները եւ հասկանանք դրանք ինչպես են աշխատում։ Եկեք դիտարկենք դրա համար մի քանի խնդիրներ։ Առաջին խնդիրն հետեւյալն է, ուրեմն ծրագիրն ասում է, որ ստեղծենք փոփոխական favorite անունով, որին կվերագրենք մեր սիրելի թիվը, այնուհետև ստեղծենք best անունով փոփոխական, որին կվերագրենք true արժեքը, եւ որպես output ծրագիրը պետք է արտադրի favorite-ի ու best-ի type-ը, թե ինչ տիպի տվյալ է ինքնի մեջ պահում, եւ նույն ժամանակ true, false եւ long text-ի type-երը պետք է արտադրի։ Դե եկեք միասին քայլ առ քայլ իրականացնենք։ Առաջին ասում ստեղծիր, եկեք ես այս անունները copy անեմ, ստեղծիր favorite անունով փոփոխական, որին կվերագրես քո սիրած թիվը։ Favorite-ը հավասար է, այստեղ ձեր սիրած թիվը կարող է փոփոխական, կարող է անընդհատ փոփոխվել, եթե օրինակ ծրագիր դուք ունեք տարբեր մարդկանց համար, հա, այսինքն մեկից համար մեկ այլ թիվ է սիրելի, մյուսի համար մեկ այլ, բայց եթե ծրագիրը ինքն է ձեր համար է գրում, դուք կարող եք հստակ թիվ տալ։ Ես նախընտրում եմ ծրագրի աշխատանքի ընթացքում այդ թիվը որոշեմ int input-ի միջոցով, ծրագրի աշխատանքի ընթացքում կորոշեմ այդ թիվը, որը որ կներմուծեմ։ Սա առաջին կետը, երկրորդ կետով ասում է best անունով փոփոխական հայտարարի, որին կվերագրես true արժեքը։ Եկեք դա իրականացնենք, best-ը հավասար է եւ տալիս ենք իրեն true արժեքը, true բուլյան արժեք է, ճշմարիտ տարբերակին համարժեք։ Եվ խնդրի ծրագիրն ասում է, որ պետք է արտածենք favorite-ի տիպը, այսինքն type։ Այստեղ իրան փոխանցենք favorite-ը։ Բացի favorite-ի տիպից տպելուց պետք է տպենք նաեւ type best-ը, այսինքն type-ը երբ ասում ենք, հասկանում ենք, թե ինքը ինչ տիպի արժեք է պահում իր մեջ, ինչ տիպի փոփոխական է ինքը։ Տեսեք, favorite-ում մենք տալիս ենք integer, չէ՞, մեր սիրած թիվը integer է։ Անկամ կարող մեր սիրած թիվը լինի իրական թիվ, դրա համար եկեք այս int-ը փոխենք eval-ով, այսպես, որ ես կարողանամ ներմուծեմ կամ float կամ integer, որը որ ցանկանամ։ Հիմա տեսեք, այն արժեքը, որը որ ներմուծեցի, գնաց գրվեց favorite-ի մեջ։ Այսինքն type-ը տպելով դա, տպում է add փոփոխական տիպի, ներմուծեցի 1.1 կտպի float, ներմուծեցի 5 կտպի integer։ Դե best-ի արժեքը true է, ինքը հստակ արդեն boolean է։ Ասում եմ միևնույն ժամանակ տպիր type true տիպը, false տիպը եւ տպիր long text։ Եվ տպիր այս արտահայտության տիպը։ Այս long text-ը string է, այստեղ long։ Այս long text-ը դա string է, այսինքն սա տիպն է լինելու է str։ Եկեք աշխատացնենք ծրագիրը տեսնենք։ Ծրագիր աշխատացնելու համար գալիս ենք terminal, new terminal, այստեղ բացվող պատանում գրում ենք Python։ Մեր ֆայլի անունը, ֆայլի անունը main2.py, այստեղ մենք enter, սպասում է արժեք ներմուծենք։ Ենթադրենք իմ սիրած թիվը 6.5 է։ Եվ ահա, տեսեք, տպես class float, boolean եւ str-ի boolean 3 անգամ, որովհետեւ best-ը boolean արժեք է պարունակում, true եւ false-ը boolean արժեքներ են կրկին։ Հետեւաբար ինքը 3 անգամ կարտացի դա։ Այսքան այս խնդրի հետ կապված, անցնենք առաջ, դիտարկենք հաջորդ խնդիրը։ Ուրեմն հաջորդ խնդիրն ասում է հետեւյալը, որ ծրագրի աշխատանքի ընթացքում դու ստանում ես թիվ եւ եթե թիվը զույգ է, ծրագիրը պետք է տպի this number is even եւ եթե զույգ չի, ուրեմն արտահայտություն չի տպելու եւ ամենավերջում ծրագիրը պետք է տպի the end of the program, այսինքն զույգ լինի չլինի, այս the end of the program պետք է արտադրի։ Տեսեք, այստեղ օրինակ ներմուծվել է 2, 2-ի համար մի հատ տպում է այս արտահայտությունը, հետո մի հատ տպում է այս արտահայտությունը, ներմուծվել է 3, 3-ի համար միայն տպելու այս արտահայտությունը, որտեղ այս արտահայտությունը միևնույնն է պետք է արտացվի։ Եկեք դա ինչ իրականացնենք սա, եկեք ես մասես copy անեմ։ Այստեղի կոդը արդեն իսպես ես կարող եմ սա մաքրեմ, ուրեմն ներմուծվել է ինչ-որ թիվ, նամը հավասար է int input։ Int input-ով ներմուծում եմ թիվը։ Հիմա այդ նամը, որ ներմուծվել է, դրա զույգություն կամ կենտրոնությունը պետք է որոշենք։ Թիվը զույգ է, եթե ինքը 2-ի բաժանես, մնացորդը տալիս է 0, այսինքն եթե nam տոկոս 2-ը հավասար է 0, սա նշանակում է, որ իմ թիվը զույգ է, հետևաբար ծրագիրս պետք է արտածի այս արտահայտությունը։ This number is even։ Եվ բացի այն, որ ինքը զույգ է թե զույգ չի, այդ ինձ արդեն էական չի, ծրագիրը միևնույնն է պետք է արտածի սա։ The end of the program։ Եկեք սա էլ copy անեմ, բերեմ ստեղ։ Այստեղ դնեմ the end of program։ Վերջ։ If ինչ է հենց ենթադրում, դու if-ի միջոցով կարող ես ստուգել պայման։ Պայման ճշմարիտ լինելու դեպքում կմտնի այստեղ։ Հիմա եթե մեր ներմուծված թիվը լինի կենտ, nam տոկոս 1-ը տալիս է 1, nam տոկոս 2-ը տալիս է 1, իսկ 1-ը հավասար չի 0-ի, հետևաբար տալիս է այսքանը false ու չի լինելու։ Իսկ եթե եղավ զույգ թիվ, nam տոկոս 2-ը տալիս է 0, 0 0-ի հավասար կմտնի այս ճյուղը կկատարվի։
Եկեք աշխատացնենք։ Հիմա սպասում է արժեք ներմուծենք։ Ենթադրենք ներմուծեցի 8։ Տեսեք, երկու տեքստն է տպեց, եւս մեկ անգամ աշխատացնեմ, ներմուծեմ 5, տպել է the end of program։ Սա է խնդրի հետ կապված, անցնենք առաջ։ Հաջորդ խնդիրը սա է։ Ուրեմն ասում է give to numbers ներմուծում ես երկու թվեր եւ պետք է արտացես այդ թվերից մաքսիմումը։ Եկեք սա մաքրեմ, ինձ պետք չի։ Երկու թիվ պետք է ներմուծենք։ Գրենք num1-ը հավասար է int input եւ num2-ը էլի հավասար է int input։ Այսպես երկու փոփոխական հայտարարեցի։ Հիմա ես պետք է դրանից մեծը տպեմ։ Մեծը ոնց արտացեմ։ Կատարեմ համեմատություն, չէ՞։ Եթե num1-ը մեծ է num2, հետաբար num1-ն է բան տպվելու։ Եթե հակառակ դեպքում նշանակում է, որ num1-ը փոքր կամ հավասար է num2, տպվելու է num2, այսինքն եթե num1-ը մեծ է num2, ապա այս դեպքում արտացում ենք num1-ը։ Հակառակ դեպքում նշանակում է, որ num1-ը փոքր կամ հավասար է num2, արտացելու ենք num2-ը։ Այսքանը։ Ներմուծեմ 4 եւ 5, սխալ ներմուծեցի։ Հիմա նույնպես աշխատացնենք։ Ներմուծեմ 4 եւ 5, տեսեք տպեց 5-ը։ Եվս մեկ անգամ աշխատացնեմ, ներմուծեմ 5 եւ 4, տեսեք տպեց էլի 5-ը։ Բայց սա այնքան է լավ լուծում չի, սա կարելի է եկամ մի հատ if-ով էլ գրել, ոնց դա գրել, սա լուծումներից մեկն է, որը նորմալ է, եթե այսպես գրվի, ոչ մի խնդիր չկա, այսինքն սա խնդրին լուծում է տալիս։ Բայց կանք ընդհանրապես սա մի if-ով էլ գրենք։ Այսպես, եթե num1-ը մեծ է num2, ուրեմն տեսեք, num2-ին կվերագրեմ num1-ը։ Եվ այստեղ կարտացեմ print կանեմ հենց num2-ը։ Ինչա սա ինձ ենթադրում, տեսեք, եթե num1-ը մեծ է num2, num2-ի արժեքը սարքում եմ num1 ու տպում եմ num2-ը, այսինքն մեծը տպեց։ Եթե num1-ը մեծ չի num2, նշանակում է num2-ն է մեծ իրենից ու միանգամից տպելու եմ էլի num2-ը։ Հիմա սա եկեք եւս մեկ աշխատացնենք։ Ներմուծեմ 4, 7, տպեց 7, ներմուծեմ 7, 4, տպեց էլի 7։ Եվ ահա, սա էլ այս խնդրի լուծումը, երկու տարբեր մոտեցում ցույց տվեցինք, սա ավելի նախընտրելի է, որ դու կարաս ընդհանրապես մեկ if-ով այս խնդիրը լուծես։ Անցնենք առաջ, հաջորդ խնդիրը։ Ուրեմն խնդիրն ասում է հետեւյալը, ներմուծում ես թիվ եւ քո խնդիրն է ոնց որ արտածել ինքը զույգ է թե կենտ է։ Ու պետքա ոնց որ այս արտահայտությամբ արտածես, հա։ Այսինքն եթե թիվը զույգ եղավ տպի սա, հակառակ դեպքում տպի նա։ Եկեք ես սա copy անեմ։ Թվի զույգության ստուգում այս սա մակրոմ սա ինձ էլ հարկավոր չի։ Թվի զույգության ստուգում մենք արդեն միասին դիտարկեցինք, որ դա կատարվում է տոկոս 2-ի միջոցով, այսինքն եթե մնացորդը բաժանեցինք 2-ից ստացանք 0, ուրեմն զույգ է։ Հիմա եկեք դա իրականացնենք։ Num-ը հավասար է int input, այսպես հայտարարում ենք num անփոփոխական int տիպի։ Հաջորդի վարվում ենք հետևյալ կերպ, ստուգում ենք ստուգում, եթե num տոկոս 2-ը հավասար է 0, սա նշանակում է, որ իմ թիվը զույգ է, պետք է արտածեմ հետևյալ message-ը the number այստեղից եկեք կտրեմ ստորակել իմ num-ը թիվը n-ն է ու սենց is ու այդ is-ի դեպքում ներմուծում եմ even, որովհետև ինքը զույգ է։ Այս message-ն եմ տպում, տեսեք, the number բացած իմ թիվը, որը որ ես ներմուծեցի զույգ լինի դեպքում եւ is even։ Հակառակ դեպքում նշանակում է հետեւյալը, որ num տոկոս 2-ը հավասար է 1-ի, այսինքն կենտ թիվ է ներմուծվել եւ այդ դեպքում պետք է արտացենք, որ ինքը կենտ է։ Այսինքն is even-ի փոխարեն գրենք is odd։ Այսքան բան, եկեք սա մաքրեմ, աշխատացնեմ, ներմուծեմ 4, տեսեք տվեց, որ զույգ է, եւս մեկ անգամ աշխատացնեմ, ներմուծեմ 9, տեսեք, որ տվեց կենտ է։ Լավ, անցնենք առաջ։ Հաջորդ խնդիրը, որը ուզում ենք միասին դիտարկենք, դա հետեւյալ խնդիրն է։ Ասում է ներմուծում է ABC թվերը եւ ձեր խնդիրն է, ոնց որ հասկանալ այս ABC թվերը, որոնք որ ներմուծել են, թվաբանական պրոգրեսիա է, թե ոչ։ Ոնց է թվաբանական պրոգրեսիա։ Թվաբանական պրոգրեսիա եթե լինի, նշանակում է, որ B-ից հանեմ A-ը հավասար է C-ից հանած B, այսինքն իրանք իրարից հավասար քանակությամբ են մեծացված, հեռացված։ Ու կարելի է փոքրացված լինի, եթե կարգարկով է։
Ոնց դա իրականացեք, եկեք սա մակրո է։ Տեսեք, եկեք նախ ABC-ն հայտարարեմ։ A-ը int տիպի input, եկեք այս տողը copy անեմ, սրա B-ն է պետք ու C-ն է պետք։ Այսինքն այստեղ B, այստեղ էլ C։ ABC փոփոխականներ հայտարարեցի, իրանք int տիպի են, դրանք ներմուծեցի։ Հիմա անցնեմ առաջ, հաջորդի ներմուծելուց հետո կատարեմ ստուգումը։ Եթե B հանած A-ը հավասար է, հավասարությունը երկու հատ հավասարով ենք ստուգում։ Հավասար է C հանած B, սա ինչ է նշանակում, որ սրանք երկուսն էլ իրարից հավասար հեռավորությամբ են ոնց որ հեռացված։ Օրինակ, այսպես ինչ որ օրինակ դիտարկենք։ 1-ը, 5-ը եւ 9-ը։ Ասենք երկուսն էլ իրարից հավասար հեռավորությամբ են հեռացած, սա թվաբանական պրոգրեսիա է։ Բայց եթե այդտեղ լիներ 8, սա արդեն թվաբանական պրոգրեսիա չի։ Եվ հիմա եթե այս պայման տեղի ունի, ծրագիրը ինչ էր ասում, պետք է արտացենք, որ arithmetic progression-ը, այսինքն print ամեն progression, հակառակ դեպքում print no pattern found, այսը։ Հակառակ դեպքում պետք է արտացենք սա։ Եկեք սա մակրոյում աշխատացնենք ու հիմա փորձենք տվյալներ ներմուծենք։ Հենց այստեղի օրինակներով եկեք ներմուծենք։ 1 2 3-ը թվաբանական պրոգրեսիա, 1-ով անընդհատ աճում է։ Աշխատացնենք 1 2 3, սա տեսեք տվեց, որ թվաբանական պրոգրեսիա է։ 1 2 2-ը թվաբանական պրոգրեսիա չի, եկեք աշխատացնենք 1 2 2 եւ տեսեք, որ սա էլ թվաբանական պրոգրեսիա չի։ Այսքանը այս խնդրի հետ կապված, եկեք եւս մեկ խնդիր միասին դիտարկենք։ Հաջորդ խնդիրն ասում է գտիր 4 թիվներ ունի մուտքում եւ գիտեր 4 թվեց մեծագույնը։ Այս 4 թվեց մեծագույնը ոնց կարանք գտնենք։ Եկեք սա մակրոյում, նո ABC, եկեք այսպես ամ, այստեղ է din հայտարարեմ։ Din հավասար է int input։ Սենց ես հայտարարեցի 4 հատ փոփոխականներ, որոնք int տիպին եւ պետք է գտնեմ դրանցից մեծագույնը։ Հիմա մեծագույնը ոնց գտնեմ։ Ստգտեմ ստուգում, եթե a-ն մեծ է b, նշանակում է մեծագույնը a-ն է, չէ՞։ Կարամ ստեղ max անունով փոփոխական հայտարարեմ ու սկզբից max l-ը գրեմ։ Կամ այսպես բան, max l-ը անունով փոփոխական հայտարարեմ ու սկզբից ենթադրեմ, որ իմ մեծագույնը a-ն է։ Ես այս բանը ունեմ մենակ a թիվը ու ենթադրում եմ մեծագույնս a-ն է։ Հաջորդիվ ունեմ a եւ b թվերը եւ պետք է իրենցից մեծագույնը գտնեմ։ Հիմա տեսեք, եթե max l-ը փոքր է b-ից, ապա max l-ը հավասար կլինի b-ի։ Ինչ է սա ինձ ենթադրում, տեսեք, a, b, c, d թվերը ներմուծել եմ, չէ։ Max l-ին վերագրել եմ a-ը։ Հիմա max l-ը արդեն a արժեքն ընդունում։ Այսինքն այս բանը ես ունեմ ընդհանրապես մեկ թիվ, խնդիրը փորձենք այս կերպ լուծել։ Ունենք ընդհանրապես մեկ թիվ, այդ մի թիվ ունենք։ Եթե այդ մի թիվ ունես, ինքը իմ համար համ մեծագույն արժեք է, համ փոքրագույն արժեք է։ Խնդիրը ասում է գտնեմ մեծագույնը, իրանք դիտարկեն որպես մեծագույն արժեք։ Հաջորդիվ կունենամ երկու թիվ, վերցնում եմ b-ն ու a-ը սկսում եմ իրար հետ համեմատել։ Հիմա տեսեք, եթե max l-ը այդ a-ի արժեքն է պարունակում։ Եթե max l-ը փոքր է b-ից, նշանակում է max l-ը պետք է իր արժեքը փոխի դառնա b-ին, որտեղ այդ x-ից մեծը պետք է max l-ի մեջ պահեմ։ Կատարենք շարունակենք էլի սա։ Եթե max l-ը փոքր է c, նշանակում է max l-ը պետք է հավասար լինի c։ Եթե max l-ը փոքր է d, նշանակում է max l-ը պետք է հավասար լինի d։ Եվ այսպես այս 3 if-երի միջոցով ես մեծագույն տարը գցեցի արդեն max l-ի մեջ ու այստեղ կարամ արտացեմ, print անեմ max l-ը։ Սա այսպես, եկեք սա աշխատացնենք։ Եվ հիմա փորձենք թվերը ներմուծենք։ 1 2 3 4։ Ինչ օրինակում է տվել։ 1 2 3 4։ Տվեց մեծագույնը։ Եկեք եւս մեկ անգամ աշխատացնենք հաջորդ օրինակը 4 3 2 2։ 4 3 2 2։ Տվեց էլի 4-ը։ Եկեք եւս մեկ անգամ աշխատացնենք, մյուս օրինակն դիտարկենք։ -8 -2 -7 -5 -8 -2 -7 -5 Եվ էլի տպեց իրանցից մեծագույնը, որը -2-ն է։ Վերջ, այսքան այս խնդիրի հետ կապված կարծում եմ պարզ եւ հասկանալի, եթե հարցեր կունենաք, մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին։ Լավ մնացեք, կհանդիպենք։